մենք այնքան սովոր ենք արևոտ եղանակների, որ անպամած առավոտ արթնացա, ասում երևի շուտ եմ արթնացել, նայում եմ ժամին, չէ 6:30, մինչև հիմա արև չկա, տենց հետարքիր է մարդ, որ սովորում ես, չէ մանավանդ, ես լույսը ես վառեմ, չէ երևի, մի րոպե։ Վարեք տեսնենք տարբերությունը ինչ կասի, ինչ կտա մեզ։ Մասնիկը դարձեք քննարկումների հարգելի բարեկամներ, հա, ավելի լավ, ես կասեի, ռադիոլսողներն է կարող է դրականորեն գնահատեն, ավելի լավ, ավելի լուսավոր։ Դե ինչ, խավարումը տեսանք, եվրոպական երկրներից էին դիտում, վախենալու բան այլի, բնության ուժը, զորությունը, ոնց է գալիս լուսինը ծածկում, արևից տավառակը։ Ինձ գիտեք ինչն է ամենաշատը զարմացնում, որ այդ մոլորակները այդ ճշգրտությամբ են շարժվում, որ մեր ժամացույցները երկրի ստուգում են իրենցով, էլի, երկվարկյանով գիտեն երբ սկսելու, այման, ոնց կարելի է այդ հսկա տիեզերքում տենց պտտվում են այդ հսկա մարմինները ու տենց քանի վարկյան ինչ ճշգրտությամբ գալիս ու զարմանալի բան է այման։ Իսկապես էլի, փաստորեն այնտեղ խանգարող ոչ մի բան չկա, որ ասենք ամեն մի քիչ ուժեղ ելնի ավելի դանդաղ պտտվի կամ շարժվի, ստերեոտիպ չկա, որ վարկյան ասում են թե երբ է սկսելու, երբ է ավարտվելու։ Այդքան ճշգրիտ են այդ մոլորակները։ Պատկերացրու այդ այդպես ճշգրիտ չլինեն, ոչ մի սարք չէին կարող թռցնել, նախ որ հաշվում են, չէ, երբ գնաց, ուր գնաց, երբ է հասնելու, սպասում են, բան։ Զարմանալի բան է, ճշգրտությունը։ Իդեպ շատ մարդիկ գանգատվում էին առողջության հետ կապված բաներից, ովքեր հիպերտոնիկ են կամ ինչ-որ խնդիրներ են։ Լավ է, ոչ մի տենց բան չկա։ Չէ, երեք ամբողջ առողջապահության նախարարությունն էլ ասես դա։ Չէ, բայց ազդում է մարդկանց վրա այդ խավարումը։ Կարող է բանը բարոյապես ազդի վախը, բայց այդ ինչ է տալու այդ 3 րոպեի արևի խավարումը, այսինքն ֆիզիկապես սրտանոթային հիվանդության վրա ազդում է, դրա մասին բազմաթիվ վկայություններ կան, այդ նույնն է ոնց որ արևի պայթյուն ալի, ոնց թե բա, այդ եղանակի տեսությունը որ նայում ենք, ասում են, ասենք արևի վրա պայթյուն է եղել, գեոմագնիսական դաշտը անկայուն է, հարցրեք ասենք։ Հիմա կհարցնենք։ Բանը, գեոմագնիսական դաշտի կայունությունը ազդում է առողջության վրա։ Ես ասում եմ, առաջի անգամ եմ այդ մասին լսում, բայց ինձ գրեմ ChatGPT-ին, հարցնեմ։ Գրի։ Մի րոպե գրեմ ChatGPT-ին։ Ազդում է արդյոք արձագանքեք նաև դուք, եթե կան մարդիկ, ազդում է արդյոք արևի խավարումը մարդու արևի է խավարումը գեոմագնիսական դաշտ, որովհետև արևի խավարումից ազդում է գեոմագնիսական։ Դու արևի խավարում, չէ, դու արևի խավարումը գրի ինքդ թող որոշի արդեն։ Գրեմ արևի խավարումը առողջության վրա։ Ես գեոմագնիսական դաշտ եմ, որովհետև փոխկապակցված է։ Այո, բայց պետք է տարբերել բժշկական ազդեցությունները ժողովրդական կարծիքներից։ Արևի խավարումը ինքնին սովորաբար չի վնասում առողջությանը։ Չկա ապացույց, լավ ուսումնասիրված չէ բնագավառը, որ խավարումը մարդկանց մոտ առաջացնում է հիվանդություն, արյան ճնշման վտանգավոր փոփոխություններ կամ հատուկ առողջական խնդիրներ։ Վտանգը աչքերի համար կա, դե այդ աչքը պարզ է, հասկացանք, աչքը հա, դիտելու համար պետք է պաշտպանվել, դա էլ հասկացա։ Եթե խավարումը լիակատար է, արեգակին անզեն աչքով կարելի է նայել միայն կարճ ժամանակահատվածում, եթե հարցնում եք 2026 թվականի օգոստոսի 22-ի երեկվա արևի խավարման մասին, կարող եմ նաև ասել ինչ ազդեցություն է ունեցել եւ ինչ առողջական խնդիրներ է առաջացրել։ Ասեմ այո, ասա։ Դնամ ինչ կբերի։ Ստուգեցի հենց երեկվա խավարումը։ Կարևոր ճշտում, Երևանից այդ խավարումը տեսանելի չի եղել, լավ, ես հասկացանք, այսինքն եթե դուք Երևանում օգոստոսի 22-ին դիտել եթե մեզ մոտ էլ տեսանելի չէր։ Հա, Եվրոպայում էր, չէ՞ տեսանելի։ Արևի խավարումը ինքնին վնասակար բան չունի, ազդեցություն չունի, ասեմ, իսկ այնպես որ հանգստած է գեոմագնիսական դաշտը Եթե նկատի ունեք երկրի գեոմագնիսական դաշտը, ապա այս պարագայում այո, արևի խավարումը կարող է առաջացնել կարճ փոփոխություններ, բայց այստեղ եւս էական առողջական խնդիրներ դժվար թե առաջանան, գուցե զգայական որոշակի փոփոխություններ լինեն։ Խավարման ժամանակ արեգակի ճառագայթումը, տվյալ տարածքում կտրուկ նվազումը, ինչը կարող է այո, կարճաժամկետ առաջացնել հետևանքներ։
բայց առողջության տեսանկյունից լուրջ վնասներ իհարկե չի լինի։ Այդ փոքրիկ գեոմագնիսական փոփոխություններից մարդկանց մոտ գլխացավ է առաջանում, որոշ դեպքերում սրտխառնոց, ճշմարտ բարձրացում կամ այլ ախտանշաններ։ Այսինքն խավարումը գեոմագնիսական դաշտի խանգարման արդյունք է, բայց կարճաժամկետ առանց լուրջ հետևանքների։ Այս էլ սենց լավ եկեք այսօր թեթև թեմաներից սկսենք։ Կարող մի հատ վերնագիր աչքովս ընկավ, հլա տեսեք չի կարող անտարբեր անցնել։ Ինչն է միավորում հայ ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանին, Միացյալ Նահանգների 44-րդ նախագահ Բարակ Օբամային եւ իտալացի նկարիչ Լեոնարդո դա Վինչիին։ Ապա, այս ինչ համեմատականներ է։ Այս ինչ համեմատականներ։ Ուրեմն նրանց վիրավորում է չէ, միավորում է ներողություն, մեկ առանձնահատկություն, ձախնիկ լինելը։ Դու մի ասա այսօր ձախլիկների օրն է։ Աշխարհը հիմնականում ստեղծված է աչլիկների համար։ Ճիշտ է ասում, դռների բռնակներից մինչև մկրատներ ու համակարգչային մկնիկներ, մաուսը նկատի ունի, բայց մարդկության յուրաքանչյուր 10-րդ ներկայացուցիչ ամեն օր այս աշխարհի մի փոքր այլ ձախ կողմից է նայում, հումորով են մոտենում էլի, միջին հաշվով 10-ից մեկն է ձախլիկ։ Օգոստոսի 13-ին նշում է ձախլիկների միջազգային օրը։ Ծափեր, բոլոր ձախլիկներին շնորհավորում ենք։ Ձախլիկներ ամբողջ աշխարհի միացեք ձախ ձեռքով իրար։ Ձախակողմյաններն էլի։ Ես մի հատ այնց մեխանիկ հորեղբայր ունեի, որ ասում էր, այ մարդ ասում էր, բոլորը բոլտ ու գայկանները, գործ ինչ որ պետք է աշխատես, ասում ասա աջ ձեռքի համար ասա բան արած էլի, որտե աճը մտնի ձախով պրոբլեմատիկա անշուշտ։ Ամենաբար բանը էլի, որ նայում ես հենց շատ։ Այո։ Այս օրը ոչ միայն առիթ է հիշելու հայտնի ձախլիկներին, անհայտներին ինչու չեն գիշ, այ մարդ էս մեր հայտնի ձախլիկները հիմա էլ։ Այլև ուշադրություն հրավիրելու այն փոքր ու երբեմն աննկատ դժվարություններին, որոնց ձախլիկները հանդիպում են առօրյայում։ Ձախլիկ լինելը վաղուց այլևս չի ընկալվում որպես սխալ կամ սովորություն, այո, երկար տարիներ կարծում են վատ սովորություն է, որը պետք է փոխել։ Ավելին, գիտնականները մինչ օրս ուսումնասիրում են, թե գենետիկական, կենսաբանական եւ զարգացման ինչ գործիքներ են ազդում մարդու աջ կամ ձախ ձեռքը նախընտրելու վրա։ Իդեպ տարածված կարծիքը թե աղջիկների մոտ աշխատում է հիմնականում ձախ, իսկ ձախլիկների մոտ աղջիկ չէ, աչլիկ։ Իդեպ տարածված կարծիքը թե աղջիկների մոտ աղջիկներն են ավելի շատ։ Ինձ էլ տեսնված։ Okay։ Հիմա կհարցնենք աղջիկ կա շատ ձախլիկ, թե տղայից տղա աղջիկ լինի։ Ինչևէ, թե աղջիկների մոտ աշխատում է հիմնականում ձախ, իսկ ձախլիկների մոտ աջ կիսագունդը չափազանց պարզեցված է։ Ես այդպես էի կարծում։ Մարդու ուղեղի երկու կիսանգրներն էլ մշտապես համագործակցում են։ Դե հա, գիտենք այդ մենք առանձին չէին գործում։ Իսկ ձախլիկների մոտ ուղեղի գործառույթները կազմակերպումը կարող է պարզապես ավելի բազմազան լինել։ Ամեն դեպքում շնորհավոր ենք բոլոր ձախլիկներին, եթե կան այո, բայց ինչով է շնորհավորում, չգիտեմ։ Դե հիմա իրանց օրնա շնորհավորում ենք այդ առանձնահատկությունը։ Ուրեմն մեր հայտնի հայ ձախլիկները առաջինը բերելա Վիկ Դարչինյանին, գիտեք չէ՞ կռվում է, բանը հանում է, հետարքիչի երկրորդ Մխիթարյանը, հայկական ֆուտբոլի ամենահայտնի անուններից մեկը, Հայաստանի ազգային հավաքականի նախկին հավաք եւ պատմության լավագույն ռմբակոներից մեկը, Ձախլիկ է, հա։ Սիրուշոնը լա Ձախլիկ։ Յո։ Նոր երգը լսել եք, Սիրուշոյի նոր երգը լսել եք, երեք չառաջորնա դուրս գա։ Չէ, ոչ մի երգ չեմ երգել։ Քո գանգուր մազերը։ Չեմ լսել։ Ամուսնուն անվիրված իդեպ թե ինչ։ Ուրեմն ինչպես ձախլիկներ, որոնց ճանաչում է ամբողջ աշխարհը։ Ստե գալիս է Լեոնարդո դա Վինչին, Բարակ Օբաման, Բիլ Գեյթսը, Չարլի Չապլինը, հա։ Ռադիոլսող երկու ռադիոլսող ունենք, ով ձախլիկա Խոստովանցի, Ջորջ Մելիքը, մեզ հաճախ գրող եւ ով էր գրել մի րոպե, Էմինա Ավետիսյանը։ Ուրեմն Հարութ Փամփուկչյանի բեմական անունը արդեն հուշում է նրա առանձնահատկության մասին։ Ապա
Երկի իմանա ոնց են բնութագրում էլի։ Երկիչը հայտնի է նաև նրանով, որ գիտար նվագելիս գործիքը օգտագործում է ձախլիկին բնորոշ ձևով։ Ապա ձախ ձեռով է նվագում է։ Ձախլիկին բնորոշ ձևը որն է։ Չգիտեմ։ Որտես լեզվա մտածողությունը կործանելու է վերջում էլի։ Հա։ Ձախլիկին արի ձևով։ Մի օր ինքնապատում Հարութը էլի Փամփուկյանն ասում է Երևանում տաքսի նստեցի, ասում է տաքսիստը ասեց, ճանաչում եմ քեզ, դու ձախորդ Հարութն ես։ Ձախորդ Հարութ։ Մի անգամ է պատմություն է պատմել, բան մեկը մոտեցել է էլի, վայ Վարպետ ջան, բան սենց ուզում եմ երգեմ քոպես, երգեր գելեմ, չգիտեմ ինչ անեմ, բան ասելա երկու բան ցույց տու, վերջ էսի ցույց տվե երգերը, երգելա բան, ասելա ոնց եք դուք էս ձեր երգերը գրում, նվագում եւ այլն բան, ասելա խորհուրդ տու, ասում դեպի կարդաս շատ կարդաս, այդ բարի խորհուրդը կարամ քեզ տամ, կարդաս, ասում օքեյ, կարդալու դե սեր չունեմ, բայց դե կարդամ, էլի ինչքան կարդամ, ասեց շատ պիտի կարդաս, ինչքան գիրք, ինչքան տետը, ինչ կա, չկա պիտի կարդաս, բան, ասում օքեյ, Վարպետ ջան, կարդամ, բայց ինչի այդքան, ասում դե որ այդքան կարդաս, էլ երգերելու ժամանակ չես ունենա։ Կամ հավես այդ կպահնի էլի երգերելու։ Ասում լավ չես գրել, չգիտեմ ոնց ասի, եթե լսում եմ ես Վարպետը, բարի օր ասենք նաև նրան։ Իդեպ օքեյ, իր երգերը օրակարգում այստեղ կան, հաճախ ենք հնչեցնում։ Ինչու են ձախլիկները ընդհանրապես 10%։ Հապա Գիտությունը դեռ չունի մեկ պարզ պատասխան, թե ինչու է մարդկանց մեծամասնությունը աչլիկ, իսկ մոտավորապես յուրաքանչյուր 10-րդը ձախլիկ։ Հետազոտողները ուսումնասիրում են ինչպես գենետիկ գործոնները, այնպես էլ ուղեղի զարգացման առանձնահատկությունները եւ միջավայրի հնարավոր ազդեցությունը։ Մի բան սակայն հստակ է, այսօր ձախլիկ լինելը պարզապես մարդու անհատական առանձնահատկություններից մեկն է։ Եվ եթե դուք եք ձախ ձեռքով գրում, հեռախոսը սովորաբար ձախով եք կամ սուրճի բաժակը, ապա դուք սեղանի ձախ կողմը, ապա Օգոստոսայրը մի փոքր նաև ձեր այ քեզ բան։ Եվ եթե վերջի նախադասությունն է, հա, էլի համա։ Եթե դուք էլ ձախ ձեռքով գրում, հեռախոսը սովորաբար ձախով եք վերցնում կամ սուրճի բաժակը, ակամա դնում եք սեղանի ձախ կողմում, ապա օգոստոսի 13-ը մի փոքր նաև ձեր օրն է։ Վերջացավ, ապրեք։ Քուրս ձախլիկ է։ Իզնից 3 տարի փոքր քույր ունեմ Հայաստանում ապրում, բայց դպրոցում այնքան խփեցին ձեռքին, որ աչով գրի, հիմա մենակ գրելը ինքը աչով է գրում, մնացած ամեն ինչը ձախով անում, որ այդ ստիպեցին մնաց այդ երեխու վրա այդ բանը, էլի։ Մենք դասարանում ունեինք ձախլիկ, միշտ կողքինին խանգարում էր գրելիս։ Որ sense կողքը բան, տարական բան է, չի կարող էին նստացնել եզրին, որ կողքը մարդը։ Այնպեսի որ հա, պարզ բան է, չի, լավ հիշում, Էրիկ էր անում, այդ Էրիկին էլի չեմ ասի ծեծում էին կամ բան, բայց անդադ նկատողություն էին անում։ Աչով գրի, այ մարդ այդ մարդու ուղեղի կառուցվածքն է, այդ բանը, այսքան անգրագետ։ Դե այն ժամանակ Իմիջիալոց։ Հետաքրքիր է, ես այս տոնը չգիտեի, բայց տարածիորեն 3-4 օր առաջ էր, էլի։ Ապա Բալկոնում նստած կոֆե մտածեցի, եկա արագ հարցրեցի, որ չմոռանամ։ Արդյոք կենդանիները լինում են ձախլիկ։ Մնում ասան որ կեն կապիկ բան, հա, տենց մի բան։ Ընդհանրապես ես ասեց, այդ հարցը ընդհանուր կենդանիները ձախլիկ ու աշլիկ լինում են, թե չէ։ Ու հետարքիր այդ պատասխանը, ասում է ոչ տրադիցիոն ձևով ոնց որ մարդկանց մոտ, բայց այո։ Հետարքիր է, ուրեմն կենդանիները հիմնականում երկու թաթը կամ ձեռքը ոնց ուզում եք անվանեք օգտագործում են, ասենք 45-65, 55-45, այս բանով էլի այո, ձախլիկ, աչլիկ կան, բայց ոչ մեր նման ուժեղ արտահայտված էլի, այսինքն տոկոսային հարաբերությամբ ավելի մի քիչ էս աչնա բան կամ ձախնա բան, բայց ունեն, այո, կենդանիները նույնպես ունեն աչլիկ եւ ձախլիկ հասկացողությունը։ Ռադիոլսող Արման Հովանեսյանը ասում է. «Բարև ձեզ, ես աչլիկ եմ, բայց բահով հողը փորելուց ձախով ավելի հարմար եմ աշխատում»։ Ինչ հետարքիր։ Այդ կարող է փոքր ժամանակ այդպես բան եղել, հա, այտենց մնացել է, չգիտեմ, հա։ Գուցե։ Իսկ ահա Լիլիաննա NG անունով օգտատերը մեկնաբանություններում գրում է. «Ես երկու ձեռքս էլ հավասար օգտագործում եմ»։ Երանի ձեզ ուրեմն։ Զանգ ունենք, Ես լսել եմ, որ Ճապոնիայում երեխաներին սովորեցնում են երկու ձեռքով էլ գրել, ես, գուցե։ Հա, ինչ վատկլներ, որ հավասար օգտագործեին երկու ձեռքն էլ։ Ավելի պակաս չէ։ Բարև ձեզ, ով է միացել։ Բարև ձեզ։ Բարև ձեզ, ողջույն։
Իմանոս Անդրանիկ, հա։ Այո, Անդրանիկ, բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Այս ծախի պատմությունը, որ ասացիք, հիմա ես 47 տարեկան եմ, բայց սովետականում եմ էլի սովորել Ռուսաստան, եկել Հայաստան։ Իմ ձեռս կապում էին, որ ես սկի չմոտ չվերցնեի գրիչը, որ գրեի ծախով։ Այ քեզ, ահա որ բանը։ Կապում էին ու այդ քո ասացի պես հարցնում էր ինչի, ասում որ կողքինից չխանգարը, այս աղջիկ տղա են նստում, ինչ չէ, աղջիկ տղա են նստում։ Հետո գնացինք Սարատով Ռուսաստան, այնտեղ ավելի խիստ էին։ Քանդեցին, հա ձեր։ Այնտեղ մեղում էին։ Վայ։ Չէին թողում մոդիկանալ, ստիպված փոքր մատիտ էի սրում, որ նկարչության, ասեք թե գրելը մի կերպ գրում էի, բայց որ նկարչության ժամին պետքա նկարեիր, չէի կարող նկարեիր։ Այ քեզ բան։ Փոքր մատիտ էի վերցնում, ասում էին ուղիղ գիծ քաշի։ Չէի կարող, բայց հիմա արդեն երկու ձեռով է գրում եմ, հենց հոգնում եմ, աչով եմ գրում, հենց հոգնում եմ, ձախով եմ գրում։ Որ 91 թվին եկանք Ամերիկա, դպրոց գնացի, տեսա ձախով գրում են սա, զարմացացի, ոնց է ձախով։ Ոչ մեկին չեն կապել։ Հետո տեսա, կապած բան չկար։ տեսա որ արդեն այստեղ UCLA-ում ու դպրոցում scholarship տվեցին 25000, որ ձախլիկ ես։ Գրում ես թեստս տալի, այդ Չլսեցի ինչ է։ Scholarship են տվել $25000, որ դրա համար այս պատմությունը, որ ասի պետք է զանգեմ, որ շատ հետաքրքիր էր, էլի։ Այսօր ձեր տոնն է հաստատ ձեր տոնն է այսօր։ Բայց ձեռագիրս լրիվ կեղտոտվեց։ Այ ընկերներ, ովքեր Ամերիկայում չեն, մի հատ տեսեք, մարդը ձախլիկա չեն մեխե ձեռը, ոչ կապել են $25000 էլ կրթաթոշակ են տվել։ Եկա միջև դե որ ես եկա արդեն 6-րդ դասարան էի, նայում եմ ոնց են գրում ու մեր դասարանում համարյա 4-5 հոգի շատ չինացիների մոտ էր, ասենք թե ծախլիկը։ Հիմա չգիտեմ եթե ճիշտ է ճապոնացիների մոտ, այդ որ ընկերներ ունեի, արդեն պատկերացնում, ասում եմ դու ձեզի թողում են գրես, ասում եմ հա թողում են գրեմ, բայց այնտեղ ես երկրաշարժից առաջ միջև Վանա Կիրովական էի սովորում, հետո որ գնացին եկեղեցի Սարատով, ավելի խիստ էր, շատ խիստ էր։ Էլ գալիս էի տուն, ասում եմ չեմ ուզում գնամ, աթորից կապում էին ձեռս, ասում էի, ասում եմ չէ թողեք, ասում եմ, չես կարող որ ոնց որ հիմա քեզի ասեն աչով գրի։ Չես կարող որ դժվար է, չէ՞, մանավանդ որ փոքր երեխա ես, շատ դժվար է։ Այդտենց սովորեցի, միջև սովորեցի աչով գրելը, բայց էլի նկարելը չկարեցա, որով արդեն ուժեղը չէր կամ, ասում են ուղիղ գիծ քաշի, էսի է, ոնց կարաս դու մույս ձեռով ստիպված պուտուր մատիտներ էի պահում, որ չտենային քաշում էի, բայց իմ կանգնում էր գլխս ասում էր քաշի, նկարում էր գիծ քաշի, ոնց կարաս ձեռը դողում էր արդեն, այդտենց այդ պատմությունը Դրանց որ ձախլիկները մի քիչ արդեն եկան որ Ամերիկա, արդեն թողում էին, հետո շատ խնդրեմ այնտեղ հարցնում են, միջև հիմա էլ ասում են, որ տղա աղջիկ նստում ես, խանգարում ես։ Որ տղա աղջիկ նստում էր, խանգարում էր կողքինիդ։ Այդ էր սա խնդրեմ, ուրիշ խնդրեմ չկար։ Հարգելի Անդրանիկ, շնորհակալ ենք ձեր հետաքրքիր պատմության համար, որ կիսվեցիք մեզ հետ եւ մեր ռադիոլսողների։ Եվ ձեր տոնը շնորհավոր։ Այո, ապրեք։ Լավ օր ձեզ։ Մերսի։ Ինչ տարբերություն։ Ահա փաստորեն մարդու կյանքը խեղվում է, էլի, այդ մի փոքր բանով։ Տես, կարող է խնդիրներ հոգեկան էլ չի կարող դες մարդը, այն զորո չի։ Մեկ էլ ես զարմացա այս Ամերիկայում տեսա այտենց բան, որ սենց գրում են, մեկ է սենց վերևից են գրում։ Սենց պատկերացրիք, սենց կարծերը դնում է, ու սենց գրում է։ Վերջ այդ մարդուն տենց է հարմար, ումա հետարքիր դու ոնց է կարևորը ինչ ես գրում, ոչ թե որ ձեռքով ես գրում, այո։ Երբ պետք է հասկանան այդ հասարակ բանը։ Ես այտենց սորֆեջոյի դասատու հետ որ ոնց հարմար է, իհարկե գրելու մասին չի խոսքը, նվագելու մասն է խոսքը, կարծեմ պատմել եմ, որ մատոստովին ջարդուփշուր արեցին, որ մատով որ նոտան պիտի խփես, նոտայի վերևում թվերներ գրում, այսինքն առաջի մատով ես, մեկը երկրորդ ես ասում ինձ սենց է հարմար։ Կարող ես ճիշտ եմ նվագում, ասում հա ճիշտ ես նվագում, բայց պիտի բան ու կանոնով շրախ մատերին։ Էլի զանգ կա, եւս մեկ ձախլիկի են կա։ Ձախլիկ։ Եվս մեկ ձախլիկ է զանգահարել մեզ, բարի օր։ Ձախլիկ է արդյոք զանգահարողը, ողջույն։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Հելո։ Լսում ենք ձեզ։ Շատ լավ ենք լսում, ով է միացել, բարի օր։ Բարև ձեզ։
Բարև ձեզ, լսում ենք ձեզ։ Իմանոս Հովսեփայի ես Կլենդելից եմ։ Շատ հաճելի է։ 70 տարեկան եմ։ Ես ծնվել եմ Ձախլիկ, բայց ինչպես դպրոցում սովորացնում եմ, պետք է աչով գրես։ Աչով գրում եմ, աչով աշխատում եմ, ձախով եմ։ Երկուսն էլ հավասար օգտագործում եմ։ Որմիջայլոց ասում են Ձախլիկները ավելի խելացի են, քան աչրիկները, ես չգիտեմ էդի։ Բայց ճիշտ են ասում։ Ձեր անձնական փորձով ինչ եք կարծում։ Ձեր անձնական փորձով ինչ եք կարծում, ինչքանով է ճիշտ այդ տեսությունը։ Իմ անձնական փորձով ես ինձ շատ խելացի եմ զգում։ Վերջացավ։ Կարևորը դա պարոն Հովսեփ, կարևորը դա է։ Իսկ դաժան փորձառություն չեք ունեցել այդ կապելու ձեռը, չգիտեմ, մեխելու այդ։ Չէ։ Դելա։ Ուղղակի դպրոցում եւ տունն էլ ստիպել եմ, որ աչով գրեմ, աչով եմ գրում, բայց ձախով է կարամ գրեմ։ Աշխատելուց երկու ձեռքով հավասար աշխատում եմ։ Մենակ միակ բանը, որ պետք է քան նետեմ, ձախով ավելի լավ է ստացվում, քան ստեղծում։ Իմ երկու երեխաներն էլ Ձախլիկ են, տղացել։ Դե ժառանգականությունն էլ կա ուրեմն։ Ու ձախով է գրում են։ Դպրոցում դες թույլ տվել են իրեն։ Լավ, պարոն Հովսեփ, շնորհակալ ենք, որ կիսվեցիք մեզ հետ ձեր Խնդրեմ, հաճելի է։ ձեր տոնը շնորհավոր ձեր տոնը ուրեմն։ Հաջողություն։ Ցտեսություն։ Ամենալավը որ քարով ուզում եմ։ Բայց լավ է որ քարքցելու դարը անցել է, թե քարանձավում ապրենք, այդ մեծ խնդիրներ ելնելու էլի, բայց շատ լավ։ Իդեպ այստեղ մենք բարեկամ ունենք, 3 երեխա ունի, մեկը Ձախլիկ է, ժառանգության հետ կապված։ Ավակ որդին Ձախլիկ է, բայց մյուսները իհարկե դեռ շատ մեծ չեն, գուցե ինչ որ բան փոխվի, բայց այդ ժառանգության պահը չկա, ծնողները Ձախլիկ բան չեն, բայց երեխան այդ ժառանգությունը անպայման չի, որ եթե ծնողներից մեկը կամ բանա, բոլոր երեխաները պետք է բան լինեն, չէ։ Հետո բան կարող է 1-2 generation հետո արտահայտվի այդ ժառանգականությունը։ Հիվանդությունն էլ է այդպես, չէ, ասենք երեխան չունի, թոռը ունենում է։ Շատ բարդ է այդ ժառանգականն այդ։ Դե որ երեխաներից ու խելացիներից խոսեցինք, եկեք շնորհավորենք 12-ամյա Արմեն Թոփչյանին, մեր հրաշ պատանուն, ով Աբխազիա Open մրցաշարին հաղթող է ճանաչվել, առաջին հորիզոնականը զբաղեցնելով Սուխումիում ավարտվել է շախմատի մրցաշարը, որը անցեկացվում 23-րդ միջազգային փառատոնի շրջանակներում, ավելի քան 120 մասնակցի մասնակցությամբ գլխավոր մրցաշարում հաղթում է 12-ամյա Արմեն Թոփչյանը։ Ես ձեզ մի բան ասեմ այս շախմատի մասին, էլի։ Ես ամբողջ գիտակից կյանքս խաղացել եմ, բայց ոչ պրոֆեսիոնալ բանով, ուղղակի հաճույքի համար ընկերներիս հետ եւ այլն եւ այլն։ Եվ ես գիտեմ ինչքան ծանր խաղ է այդ խաղը։ Օրինակ ձեզ կարող է թվալ, որ բոքսը բան, վայ, քիչ բենի խփում են, բայց այս շախմատի մեջ այնքան հոգեկան ուժապետ, այնքան դժվար է, այնքան տառապալից պահեր է լինում, որ ուղղակի sense քեզ խեղդում են տառացիորեն, էլի, ու դու չգիտես ինչ անես։ Ու այդ իրավիճակում կարողանալ պահել ստապ միտքը ու պայծառ ուղեղը չկորցնես, որ կարողանաս այդ իրավիճակից դուրս գալ, շատ մեծ ուժ է պահանջում։ Եվ այդ տարիքի երեխաները, ես հիացած եմ, 12 տարեկան, գիտեք ինչքան ինքնակազմակերպում է պետք, չհուսահատվել, պահի ազդեցության տակ բան չասել, վայ, վերջացա, կարողանալ այդ ծանր իրավիճակում լուծումներ գտնել, որտեղ չեմպիոն դառնալը հեշտ բան չի, էլի, հավատացեք ինձ։ Բրավո, այդ բացի որ արագ են հաշվում իրենք, բան են, նաև կամքի ուժ է պետք։ Իհարկե։ Հակառակ դեպքում չես կարող։ Իդեպ նաև Վրաստանից է մեր հայրենակիցը, փոքրիկ հայրենակիցը, գիտեք որ գյուղից երբեք չեմ լսել անգամ Գուլրի փշեցի Արմեն։ Բայց Հայաստանի քաղաքացի է, թե Վրաստանի։ Չգիտեմ, ասում էր հայրենակիցն է հաղթել մնացածը։ Դե ուրեմն Հայաստանի քաղաքացի։ Փառատոնի պատմության մեջ առաջին դեպքն է, երբ այսքան փոքրիկ մասնակիցը գլխավոր մրցաշարում հաղթող է ճանաչվում։ Հա։ Նկարը կա։ Այո, փոքրիկ շատ խելացի։ Որ կայքում է այս, որտեղ ես TV-ով եմ։ Armen Press-ում կա, այս լինքը կուղարկեմ։ Հա։ Ես շնորհավորում ենք։ Շնորհավորում ենք նաև, այմար, Ալեն Սիմոնյանը պաշտոն ստացավ այսօր։ Ես էլ հաճելիորեն զարմացա։ Ես ընդհանրապես զարմացա, համ հաճելիորեն, համ չհաճելիորեն, որովհետև նախ զարմացա, որ ընդունեց, որովհետև շատ ավելի ցածր պաշտոն է, քան որ ուներ։
թվում էր թե բան այ կասիդեմ ես ազգային ժողովի նախագահ եմ եղել, հանրապետության երկրորդ մարդն եմ եղել, ինչպես անվտանգության խորհրդի քարտուղար, որովհետև էլ նախագահ ասեմ քեզ բանա դա էլ շատ պատասխանատու պաշտոն է եւ իր ընդունելը հենց դա ինձ շատ դուր եկավ որ ես ծառայում եմ հայրենիքիս այս բանով կլի թե այն ոչ մի նշանակություն չունի ես իմ ուժն ու բանը գիտելիքները իմ հայրենիքին եմ ուզում ծառայեցնել շատ բան եմ ազդված եմ ես կարծեմ պաշտոն չի վերցնի դե հարսանիքին եմ պատրաստում հաշված օրերից մեծ հարսանիքն է լինելու պարոն Սիմոնյանի մենք հրավիրված ենք Մասամբ, հա, 600 հոգանոց բան այնց մեծ հարսանիք է լինելու եւ կարծում եմ դե ամուսնական կյանք, նոր ընտանիք եւ այլն բան, գուցե բարձր ինչ-որ պաշտոն չցանկանա։ Այտենց էինք, այսպես ասած, քողարկում, բայց արդյոք որ համաձայնեց իսկ գործող անվտանգության խորհրդի քարտուղարը ասեց ուզում եմ հանգստանամ, հա։ Հիմա ինձ հետաքրքիր է, ասենք այդ քարտուղարները եւ սովորական բաները դեպուտատները ազգային ժողովի նույն վճարն են ստանում թե տարբեր վճարներ են ստանում երբ որ ասենք ինքը լինում է ինչ որ բան այդ անվտանգության կոմիտեի նախագահը երևի ավել են ստանում ենթադրում եմ ես չգիտեմ պատկերացում չունեմ լավ այդ աշխատավարձները պետական այրերի մատչելի է բանին հասարակությանը թե ոչ այսինքն կարող ես հարցնել ինչքան են ստանում այդ մարդիկ այո միլիոն քանիս են այո կա բաց ինֆորմացիա իհարկե մի րոպե հարցնեմ 1.100.000 է կարծեմ ես հարցնեմ որքան միլիոնը մոտ $3000 հա մի հասնում 3000-ի հա 3000-ի չի հասնում 2700-ի կարգի որքան է պաշտոն ազգային ժողովի նախագահի հա Չէ նախագահ չէ բանը պատգամավորը պատգամավորին հա պատգամավորի բարձրացրեցին բավական աշխատավարձը ահա միլիոն է ես գիտեմ 1.100.000 էր կարծեմ որոնում է մեր ChatGPT-ին այո 1.6 ճիշտ է հիշում բարձրացրեցին 750 էր 1.600.000 դրամ միլիոն ուրեմն ներողություն 1.600.000 չէ 1.60 1.60.000 դրամ 3000 հա չէ չի հասնում 3000-ի իսկ նախագահան ազգային ժողովի նախագահան թե ՀՀ նախագահան չէ բանը այդ ինչա որ բան են լինում այդ մշտական կոմիտեի նախագահ չեն ասում դրանց այդ կոմիտեների նախագահները չէ ասենք անվտանգության կոմիտե խորհրդի անվտանգության խորհրդի քարտուղար իսկ ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղարն մի այդքան էլ ինքը պետք է ստանա տրամաբանության հիմա տեսնենք այդ արքիրը ավելա թե չէ հենց այդ արքիրը դա ավել այնի 1.60.000 այսի 1.290.000 այսինքն մոտ $700 ավել է դե բա կարելի է իրեւ այսօր 2000 այն չի ասում է տես այ մարդը ChatGPT-ին ֆանտաստիկ բան է էլի ասում ամենայն հավանականությամբ դուք ցանկանում եք Ալեն Սիմոնյանի աշխատավարձը համեմատել ով այսօր օգոստոսի 13-ին նշանակվեց անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում դες ինքը հասկանում է դու ինչի ես հարցնում էլի անալիտիկա մտածում էլի երկու բան դնում է իրար կողքի հասկանում է որ ինչ կցանկանաք նշեմ ՀՀ նախագահի աշխատավարձը ասում հա հետաքրքիր է այո հեսա մանա գալիս ChatGPT 1.400.000 օրենքով նախագահի աշխատավարձը հաշվարկվում է բազային պաշտոնյայի դրույքաչափերի հիման վրա իհարկե չեմ հասկանում դրույքաչափը որն է նախագահի հələ մի հատ էլ հարցրու այսքան հարցրել ենք Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատավարձը ինչքան է իմ իմանալով 1.5-ը նախագահից մի 100.000 ավել է սա տեսնենք իսկ վարչապետը 1.5 հա ուղիղ 1.5 1.500.000 դրամ է Այդ փաստորեն այն բաների չափ է ստանում էլի դեպուտատների $1000 $1200 ավել այդքան էլ նույն չափ չի Հայաստանի պարագայում 1200-1300 ավելը լավ ինչքան է փաստորեն վարչապետ դոլարով վարչապետի աշխատավարձը վարչապետի 4000
դոլարով որքան Հա, է, դա էլի։ որ հստակ հարցնեմ, Հա, 365 կուրս է այսօր եմ մանրել, իջնում բարձրանում է, շատ իջավ Դե բարձր, հա։ շատ բան եղավ։ $4,130 է այս 4130 երկրի Հետարքիր է ուրիշ եկամուտ ունի, թե ես մենակ բայց աշխատավարձն իրավունք չունի ունենալու, ոչ ոք Չէ, իրավունք ասենք, չունի։ մի րոպե, ասենք գիրքագրում, հոդվածագրում, Բանի ժամանակ գիտական կարծեմ իրավունք շուրջ։ չունի։ Եվ որքանով գիտեմ, էլի չեմ համառում, բայց որքան գիտեմ, գործող բանը կողմնակի եկամուտ չպետք է ունենա։ Հարցնում եմ, կարող եք կողմնակի եկամուտ ունենալ Հայաստանի Հանրապետության վարչապետը։ Պաշտոնավարման ժամանակ կողմնակի եկամուտ ունենալ։ Հետաքրքիր է։ Գործող օրենսդրությամբ կառավարության որևէ անդամ, այդ թվում վարչապետը չի կարող զբաղվել որևէ ձեռնարկատիրական գործունեությամբ, որևէ այլ պաշտոն զբաղեցնել, լինել առևտրային որևէ կազմակերպությունում, կատարել այլ վճարովի աշխատանք, այսինքն ըստ էության չի կարող։ Հետ է ստացվում։ Նա ինչ ասում, բացառություն են կազմում գիտական աշխատանքները, չէ։ Բացառություն են կատարում գիտական աշխատանք։ Այսինքն եթե հիմա իրան Կարող մարդը գիրք ա գրել, աշխարհով մեկ ծախվել է այդ գիրքը, մարդը բայց գիրքը գիտական է, թե ստեղծագործական է։ Իհարկե գիտական, հիմա կայից ինչի մասին է։ Գիրք ա գրել, ասենք, ֆիզիկայի գիրքը գրել է մեծ օրենքի ինչ էր կոչվում։ Ծախվել է, էտա։ Ծախվել է, բայց չարը։ Ոնց, բեսելեր Քոչարյանն էլ գրեց գիրք, բան էլ Փաշինյանն էլ երկրի հակառակ Հա, ինչ որ, երեսներ, կողմներ։ Այդ են բաներ, որ բանտի իր բաներն էր պատմում, որ Վան Գոգին ա հիշել բանտում եւ այլն եւ այլն։ Ընկերներ, գովազդային դադար, որ ստո կամփոփեն հաղորդաշարը, այո, եւս մի քանի ակնթարթ մեր հարգարժան գործընկերներին ասենք շնորհակալություն, որ մեզ հետ են մեր կողքին, առանց գործընկերության հնարավոր չէ, ուստի ասենք շնորհակալություն վերադառնալով։ Անակ բանի ուշադրություն դարձնեն, թե ինչ ես գրել, ինչպես ես գրելն էր դառնում ոնց որ ավելի կարևոր։ Գնահատում էին ձեռագիրը, չեք հիշում, գնահատում էին ձեռագիրը։ Ձեռագրի համար 4 ես ստանում, սրա համար ես ստանում։ Իմ կարծիքով դա բացարձակ անիմաստություն է, ասեմ ինչու։ Ես իմ անձնական կարծիքն է։ Գրելը, եթե ձեռքով ես գրում, հիմա գնալով իհարկե պակասեց այդ պրակտիկան, բոլորս էլ թայփ ենք անում, մեքենագրում ենք ամեն ինչը, բայց այստեղ կարևորը հետևյալն է։ Եթե ընթերնելի է գրածը, կարողանում ես կարդալ։ Մնացած ինձ հետ արկիր չի արդեն։ Մենք չենք կարող բոլորս կալիգրաֆիկական ձեռագրով գրել եւ պետք էլ չունենք դրա վրա ժամանակ ծախսելու։ Գեղեցիկ գրելը հատուկ ուշադրություն, ժամանակ ու էներգիա է խլում։ Եթե դու հասկանալի ես գրում, վերջացավ, ինձ դա է հետաքրքրում։ Դե չես կգնամ թանգարաններում կտեսնեմ, թե այս ինչ դարում ինչ գեղեցիկ են չինացի գրել եւ այլն, հա։ Բացի այդ, հետո ես կարդացի դրա մասին բան եմ արել, պարզվում է, որ վատ ձեռագիր ունեցողները, այսինքն որ արագ է, միտքը արագ է աշխատում իրանց։ Ու չի հասցնում ձեռքը բան անել, ոչ թե հատիկ տարերը նկարես, այլ միտքդ առաջ գնում։ Քո գրածը քո մտքի արդյունքն է։ Ոնց մտածում ես, ինչ մտածում ես, այն էլ գրում ես։ Սա կարծում եմ, որ ավելի կարևոր է ինչ ես գրել, քան թե տարբերություն ոնց ես գրել։ Կանք ազգային ժողով ես վերջին 10 րոպե նաև ազգային ժողովի մասին խոսենք, մանավանդ որ այսօր մի քանի այսպես լեզվակռիվ ու բախում եղավ, անգամ հեռացում եղավ նիստերի դահլիճից տգեղ ձևով, բայց գիտես ինչ ինձ զարմացրեց, նախ մի քայլ ետ գնանք 3 Նարեկ Կարապետյանը որոշ հայտարարություններ արեց, որ հաճելիորեն զարմացրեց, բայց դա պատասխաններ է ակնկալում այդ ճանապարհի հետ կապված։ Ինչ հիշում ենք այդ մեր ձևով, ձեր ձևով, Սամվել Կարապետյանի թիմը կամ Նարեկ Կարապետյանը եւ այդ ուժը, հա, քաղաքական միջանցքա զիջում են, հանձնում են, ծախում են, ինչ ասես արեցին, էլ միտինգներ էին անում, էլ բողոքի ցույցեր բան, 3 նիստից հետո լրագրողների զրույցում վեր են կանում, ասում են, որ մենք այո, ասում են, որ դա ոչ թե միջանցք է, այլ դա ճանապարհ է Հայաստանի վերահսկողության ներքո եւ Քոչարյանի ուժի հետ համաձայնություն չունենք, համաձայն չենք, որ իրանք ասում են միջանցք, մենք ասում ենք բան, այդ առումով մենք հակասություն ունենք իրար հետ, այո, սուվերենության պահպանմամբ դա ճանապարհ է։ Բա եղբայր, դուք հասկանում եք, դուք ինչ հոսանքներ էիք բա ստեղծում։ Այդ ինչ փոխվեց հանկարծ, թե եկաք մտակ տեսակ որ տես չի, բայց դուք հանրությանը բախումների էիք։ Մի րոպե, Ռաֆայել, հա, դա
առաջին նկատողության հետ համաձայն որ դա դրական բան էր։ Նախ այդտեղից սկսենք իրոք։ Երկրորդ մի դրական բան էլ արեց այսօր, երբ որ ազգային ժողովում ընդունեց, որ իր թիմակիցը խախտել է, այո, խախտել է բարեք ինչ են ասում, բարեվարկության կանոնները։ Այո, տառացիորեն ընդունեց դա։ Դա ինձ համար մեծ բան էր, առաջ նման բան չկար, ոչինչ չէին ընդունում առաջ։ Եվ սա ցույց է տալիս, որ հա, մեկ քայլ առաջ են հիմա, լավ թե վատ, մեկ քայլ առաջ են, գոնե ինչ-որ բաներ ընդունում են, այ մարդ, արդեն կարելի է զրույց սարքել, եթե դիմացին ինչ-որ մի բան ընդունում է, ոչ թե անդադ չէ։ Այստեղ պետք է անպայման Ռուբինյանի քայլերը դիտարկենք, որովհետև հայ Ռոբինյանը ոնց հասկացա, երբ որ ընտրվեց, ինչ որ պայմանավորվածություններ ունեն, որ տարական գոնե հարգանք եւ բան պահպանվի, եւ այստեղ Կարապետյանի խոսքն եմ առանձնացնում, որը ինձ էլ հաճելիորեն զարմացրեց, հետեւյալն է ասում Էդգար Ղազարյանի այդ տհաճ Կաչ ասած, սրեկաներ ասեց վերջում ելույթի Ղազարյանը, հա։ Հիմա ասեն, որպեսզի լինենք արդար, Կարապետյանն է ասում, մեր խմբակցությունը ինչ որ չափով կիսում է գործընկերների մտահոգությունը, ՔՊԻ-ի մասին է խոսում։ Խմբակցությունում տեղի կունենա խիստ նիստ, կքննարկվեն հետագա քայլերը, որի մասին ձեզ տեղյակ կպահեմ, այս Ռուբինյանին է ասում, դրանից հետո ձեր որոշումն է։ Բայց Ռուբինյանը շարունակեց, ասեց շնորհակալություն, բայց ասեց դուք ընդունում եք, որ ինքը խախտել է, ասեց այո ընդունում եմ, դա ինձ շատ դուր եկավ, չխուսափեց պատասխանից վերջապես էլի։ Երևի մի օր կունենանք խորհրդարան, որտեղ այո, թող բախումներ, Ռաֆայել, պատկերացրու ինչ հաճելի կլներ, բոլորի մեզ համար էլ, իրենց էլ ժողովրդի էլ, վերքեն ինչ-որ բաներ խոսեին, մենք այստեղ այդ բաները դրա մասին խոսեինք, այս առաջարկին, այն, մի հատ սենց բան մթնոլորտ լիներ, էլի ստեղծագործական մթնոլորտ լիներ ազգային ժողովում։ Ընտրվել ենք, հասել ենք, եկեք աշխատենք։ Էլ ընտրվելու թեմա չի, որ իրար տակ ենք փորում, ընտրվել ենք 5-6 տարի նստելու ենք ստեղ, եկեք աշխատենք։ Ժողովրդի մասին մտածենք, էլի։ Իհարկե։ Աստված իմ կգա այդ օրը, ես չգիտեմ։ Ես չեմ հավատում, բայց հույս։ Ես չեմ ուզում, որ գիտեք ոնց լինի, որ բոլորը համակարծիք լինեն, ձեռքերը բարձրացնեն, ամեն ինչ 100%-ով ընդունվեն։ Ոչ, բայց որ ընդդիմությունը մտքեր, գաղափարներ բերի, մենք էլ այդ մասին խոսենք, քննարկենք այդ թեման։ Ես այստեղ գտա, այո, դա բարեվարկության խախտում էր։ Այո, ասեց բարեվարկության նորմերի խախտում էր, ասում է Կարապետյանը, արձագանքելով իր գործընկերոջ Էդգար Ղազարյանի խոսույթին։ Փաշինյանը հետաքրքիր մի բան է ասում, ինձ մի քիչ զարմացեց ու շփոթեցրեց։ Դուք եղեք դատավորը։ Ուրեմն Հայաստանին հավասարաչափ եւ հավասարապես պետք են Եվրոմիությունը եւ ԵԱՏՄ-ն այնքան ժամանակ, մինչեւ երկիրը կկատարի այլ ընտրանք ձևավորելու իր հանձնառությունը եւ ժողովուրդը ընտրություն կկատարի նրանցից որևէ մեկի օգտին, հայտնել է վարչապետ Փաշինյանը։ Իմիջիալոց շարունակում է նա, ուրիշ ընտրություն էլ կա։ Մենք երկուսը նշում ենք, կա երրորդ ընտրություն։ Կարող է երրորդ նախաձեռնությունը լինի ոչ ԵԱՏՄ, ոչ էլ Եվրոմիություն, ասել է պարոն Փաշինյանը։ Վարչապետը նշեց, որ նախկինում Հայաստանի ժողովուրդը չի ունեցել ընտրության իրական իրավունք, քանի որ նրան անընդհատ առաջնորդել են դեպի թակարդներ։ Հիմա մենք ուզում ենք Հայաստանի ժողովրդի համար ստեղծել այլ ընտրանքներ, որպեսզի ժողովուրդը ինքը ընտրի։ Կընտրի ԵԱՏՄ-ն, ուրեմն կլինենք ԵԱՏՄ-ում։ Կընտրի Եվրոմիությունը, կգնանք այդ ճանապարհով, բայց պետք է այս ընտրությունը հասունացած լինի։ Այսօր ասուլից ժամանակ խոսած արաբական աշխարհը նկատի ունի երրորդը։ Երրորդը արաբական աշխարհի մասին է։ Ինչու՞ չի ասում։ Դե երևի բացի բան ցենց հրապարակային դեռ ինչ որ ավելորդ բաներից խուսափելու, բայց գիտեմ, որ այս ասոցիացման համաձայնագրերի բանի ֆոնին շատ ակտիվ քննարկվում է նույն Արաբական Միացյալ Էմիրությունների հետ մեծ առևտրային բան, որ շատ մատակարարումներ կա տնտեսական առումով, ջուր ենք տանում պահածոներ բան ու գուցե այդ վեկտորը, որը ավելի մոտիկ է մեզ։ Եթե Իրանի հետ վիճակը կանոնավորվեր, պատկերացրեք, Հայաստանից մտնում է Իրան, Իրանից 43 կիլոմետր է ընդամենը այդ Արաբական Միացյալ Էմիրություններ հասնելը։ Բայց հետաքրքիր է, սա ասելա ճեպազրույցի ժամանակ։ Այլա մի հատ ժուրնալիստ, թղթակից կամ լրատվող չկար ասել, որն է այդ երրորդը, մի հատ հարցներ այ մարդ։ Ես զարմանում եմ, այդ հարցը չի ծագում իրանց մոտ։ Երկու հատը գիտենք, լավ, երրորդը։ Մեկ էլ էս որ հանրաքվե պետք է անցկացվեն։
ճիշտ ասած, ես պատմության մեջ չեմ տեսել մի բան, որ ասենք պետության կուրսը դեպի բարեկամություն գնա այս կողմ, թե այն կողմ դի ժողովրդից հարցնեն։ Ինձ դա մի քիչ տարօրինակ է գալիս, որտեղ ժողովուրդը այդ նյուանսները, այդ մանրամասները, առևտրի, տոկոսի, հարկերի, չգիտեմ ինչերի, բաները չգիտի, որ կարողանա ճիշտ ընտրություն անել, Էմոցիոնալ է լինելու քվեարկությունը։ Դե հա, բա ինչ է, էլի դուր պատերազմ կռիվ է լինելու։ Դիմա արի ես էլ չգիտեմ, ախ եղբայր։ Բայց բացատրեն, թե ՀԱՏՄ-ի առավելությունները ինչ են, դե տոկոսը էսա, գնում է այսքանով, հետա գալիս այսքանով, Եվրոպան սենց, դե գնա դու որոշի թե որն է ճիշտ։ Ես չգիտեմ, եղբայր։ Բայց այդ ղեկավարության մանդատը տալիս է ժողովուրդը հենց այդ որոշումները կայացնելու համար։ համար։ Հա, մենք վախենք ձեզ ընտրել, որ այդ որոշումները կայացնեք։ Չգիտեմ, էլի։ Եվ վերջում աննախադեպ է։ Վերջում ամփոփելով Երևանում նոր փողոց է լինելու։ Այդ փողոցը ասֆալտապատում են։ Ես այդպես բան չէի լսել, փակված, մոռացված փողոց կա մի հատ, որը Կոչվելու է կամուրջից գնում է դեպի Արշակունյաց, անուն են առաջարկել, այ մարդ այդ անուն չի, որ փողոցը բան առաջարկել։ Փաշինյանն առաջարկել, հա։ Կոչվելու է կոպ 17։ Ա քեզ բան։ Այսինքն կոպ 17-ի 62, տենց է լինելու։ Բայց այս ժողովրդի ինչքան հումոր կանի դրա վրա, չէ՞ դու կոպ 16-ից ես, թե 17-ից ես կա։ Չէ, բայց կոպ 17 ու թիվ պիտի լինի հետո։ Ասենք կոպ չի, կոպ 17, դրոփինգ 7։ Դες մի բան։ Շրջակա միջավայրի նախարար Համբարձում Մաթևոսյանն էր անդրադառնալով գալիք իրադարձությանը հայտնել է, որ դրա նշանակության կազմակերպման աշխատանքները ավարտական փուլին են։ Երևանի հաղթանակ կամուրջը աշտարակի Արշակունյաց պողոտային միացնող ճանապարհը կա, որը չի գործում երկար տարիներ, այն քաղաքապետարանի գործընկերների կողմից ասֆալտապատվում է եւ անվանվելու է կոպ 17 փողոց, որպես այդ համաշխարհային միջոցառման նշանավորում։ Պարզաբանում։ Եղբայր, ուրիշ ձևով նշանավորեք, ավելի, չգիտեմ, հա։ Կոպ 17 Բայց ինքը ասում է առաջարկել եմ, չի ասում արդեն, հա, տեսնենք, չգիտեմ։ Կոպ 17-ը առանձնահատուկ նշանակություն է նրանով, որ Հայաստանում իրականացվելու է Կումնիկ-Մոնտրեալ կազմակերպության կենսաբազմազանության գլոբալ միջոցառումը եւ այդ նշանավորման շրջանակներում ցանկանում են Երևանում ունենալ կոպ 17 փողոց։ Դե Այսքանը Այո, սիրելիներ, այսքանը այսօր 5 շաբթի է։ Ես ես հետ կհանդիպեմ 2 շաբթի օրը։ Լավ եղեք։ Ցտեսություն։ Դե ցտեսություն։ Դերենիկին ասում ենք ցտեսություն 2 շաբթի օրը հանդիպելու ակնկալիքով։ Բարեկամներ, շնորհակալ եմ ուշադրության համար։ Այսօր մենք AM/PM երաժշտական վիկտորինան եւս ունենք, այնպես որ բաց չթողնեք։ Մոտավորապես 45 րոպեից, հա։ Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին, որ մեզ հետ են մեր կողքին։